նիստը հայտարարում եմ բացված։ Հարգելի գործընկերներ, նիստի օրակարգը սահմանված ընթացակարգով զետեղված է եղել ազգային ժողովի պաշտոնական կայքեջում, այն հասանել է եղել նաև ձեզ, առաջարկում եմ հաստատել նիստի օրակարգը, բայց մինչև նիստի օրակարգի հաստատումը, հարգելի գործընկերներ, ուզում եմ ողջունել այն փոփոխությունները, որ տեղի ունեցել են մեր հանձնաժողովում, մեր հանձնաժողովը վերադարձել 7-րդ գումարման մեր հանձնաժողովական Տիկին Ջուլակյանը, խնդրում եմ ողջունել Տիկին Ջուլակյան, բարի վերադարձ, եւ մենք օրակարգում ընդհանրապես մեկ հարց ունենք, բայց օրակարգը հաստատենք, նոր անդրադառնանք այդ հարցնով օրակարգի հաստատմանը։ Դեմ ձեռնպահ չկա, օրակարգը միաձայն հաստատվեց եւ անցնում ենք օրակարգում ընդգրկված ընդհանրապես մեկ հարցի քննարկման, հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն է, երբ պարոն Հովակիմյանը օրեր առաջ հրաժարական դիմում էր ներկայացրել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից եւ այսօր մենք տեղեկացել ենք խմբակցությունից, որ առաջնորդելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով 138-րդ հոդվածի առաջին, ինչպես նաև 2-րդ եւ 11-րդ մասերով պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցությունը առաջադրում է Տիկին Արուսյակ Ջուլակյանի թեկնածությունը։ Թեկնածուին կներկայացնի ըստ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից կայացված մեկ այլ որոշման տեսեք, բան չկա, ներկայացնում ես կանոնակարգի կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը պարոն Հովհաննիսյանն է այստեղ, պարոն Հովհաննիսյան, խոսքը փոխանցեմ ձեզ տեխնացուին ներկայացնելու համար։ Շնորհակալություն պարոն Վարդանյան, բարև ձեզ հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, նախ ինչպես պարոն Վարդյանը նշեց, պարոն Հովակիմյանը, քանի որ լքել է հանձնաժողովը, հանձնաժողովի նոր անդամի ընտրության հարցեր առաջացել եւ ես շնորհավորում եմ Տիկին Ջուլակյանին եւ նաեւ հանձնաժողովին, որ Տիկին Ջուլակյանը եւ վերադարձել է 7-րդ գումարումից հետո 8-րդ գումարմանը կրկին այս հանձնաժողով, նաեւ ուզում եմ խմբակցության անունից շնորհակալություն հայտնել պարոն Հովակիմյանին այս ընթացքում իր կատարած աշխատանքի համար այս հանձնաժողովում եւ ըստ էության պարոն Հովակիմյանին վստահ ենք նաեւ որ պարոն Հովակիմյանը նույն ջանասիրությամբ եւ նվիրվածությամբ իր աշխատանքը կշարունակի նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովում Եվ ուրեմն հարգելի գործընկերներ, խմբակցությունը առաջնորդվելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, 138-րդ հոդվածի առաջին, ինչպես նաև 2-րդ եւ 11-րդ մասերով, որոշել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Արուսյակ Ջուլակյանի թեկնածությունը, ես բոլորս ճանաչում ենք Տիկին Ջուլակյանին, մեր հայրենակիցների համար հնարավորինս համառոտ ներկայացնեմ Տիկին Ջուլակյանի կենսագրականը։ Արուսյակ Ջուլակյանը ծնվել է 1983 թվականի հունվարի 21-ին Երևանում, 2003 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի սոցիալ-քաղաքական առարկաների եւ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը, 2005 թվականին նույն ֆակուլտետի մագիստրատուրան, հանրային կառավարման մագիստրոս է, 2010 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը մարդու իրավունքների մասնագիտացմամբ, 5-ից 13 թվականներին եղել է պետական ճարտարագիտական համալսարանի, 7-ից 9 թվականներին տնտեսագիտության եւ իրավագիտության համալսարանի դասախոս, 11-ից 14 թվականներին խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծրագրի օգնական, ապա իրավական փորձագետ, 14-ից 18 թվականներին աշխատել է իրավունքի Եվրոպա միավորում իրավապաշտպան հասարակական կազմակերպության մի շարք ծրագրերում, 15-ից 18 թվականին եղել է քաղաքացի դիտորդ նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ, նույն թվականներին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի մի շարք ծրագրերի իրավաբան, համագործակցել է Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի հետ, մասնակցել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը, ինչպես նաև ԱՄՆ ընտրական գործընթացներ ծրագրին, եղել է Երևանի ավականո անդամ 2018-ից 19 թվականներին, Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ցուցակով, 2018 թվականին իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի համահիմնադիր է, համահեղինակ է ընտրական իրավունքի ոլորտի 2 ձեռնարկի, հեղինակ է մի շարք հոդվածների, 19-ից 21 թվականներին ազգային ժողովի падգամավոր է եղել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակով, ինչպես նաև այդ ժամանակ եղել է պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նաև իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է եղել Երևանի ավականում,
2021 թվականին էլ վերընտրվել է ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ընտրական ցուցակով, մինչ այս պահը հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, ես նաև խմբակցության անունից ցանկանում եմ նաև այդ հանձնաժողովում կատարած Տիկին Ջուլակյանի աշխատանքի համար շնորհակալություն հայտնել եւ վստահ եմ, որ նույն արդյունավետությամբ եւ մի բան էլ ավելի աշխատելու է պետական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, հանձնաժողովին խնդրում եմ հաստատել խմբակցության կայացրած որոշումը, շնորհակալություն։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, հարցեր հիմնական զեկուցողին, չկան ես պարզապես ասեմ, մենք չենք հաստատում խմբակցության որոշումը, մենք ընտրում ենք հանձնաժողովի նախագահի տեղակալ, առաջնորդելով խմբակցության քվոտայով, որը նախատեսված է Դոնթի բանաձևով։ Եթե չկան հարցեր, խոսքը փոխանցեմ Տիկին Ջուլակյանին, հիմնական ելույթ ներկայացնելու համար, խնդրեմ։ Շնորհակալ եմ պարոն Վարդանյան, նախ պարոն Հովհաննիսյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ ներկայացնելու համար իմ թեկնածությունը եւ իմ կենսագրությունը, ըստ էության բավականին հանգամանալից ներկայացրեցիք կենսագրությունս եւ այդ առումով ես ավելացնելու բան այլևս չունեմ, միայն օգտվելով առիթից եւս մեկ անգամ շնորհակալություն պետք է հայտնեմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը վստահության համար եւ ասեմ, որ ես ստանձնած հանձնառությունը պատվով պատրաստ եմ կատարել եւ ակնկալում եմ ձեր դրական քվեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հարցեր Տիկին Ջուլակյանին չկան։ Մտքերի փոխանակության համար հարթակը բացենք, ելույթներ եւս չկան, եզրափակիչ ելույթի կարիք զգում եք Տիկին Ջուլակյան։ Ոչ, ապա հարգելի գործընկերներ, անցնենք քվեարկությանը։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է Տիկին Ջուլակյանը, հանձնաժողովի անդամ, ով է կողմ Տիկին Ջուլակյանի թեկնածությանը։ Դեմ Տիկին Ջուլակյան, դուք ձեր կողմից չեք քվեարկում։ Դեմ ձեռնպահ չկա։ Միաձայն խնդրում եմ արձանագրեք եւ արձանագրենք, որ Տիկին Ջուլակյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարման պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, շնորհավորում եմ իմ եւ հանձնաժողովի անունից ձեզ Տիկին Ջուլակյան եւ մաղթում եմ մեզ բոլորին բեղմնավոր աշխատանք, նիստի օրակարգը սպառվեց, նիստը հայտարարում եմ փակված, շնորհակալություն։